Վերին Լարս անցակետով Վրաստանից Ռուսաստան գնացող ճանապարհը փակ է։ Փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Պատճառը ձնահոսքի վտանգն է Մցխեթա Ստեփանցմինդա Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի կոպի հատվածում։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ Ստեփանցմինդա Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։ Իրանում տեղի ունեցող անհնազանդությունների ֆոնին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսով խոսել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Չնայած ամերիկացի պաշտոնյան չի նշել հեռախոսազրույցի ընթացքում քննարկված թեմաները, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կողմերը քննարկել են իրադրությունը Գազայում եւ Սիրիայում, Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը եւ երկրի ներքին գործերի միջամտելու հնարավորությունը։ Reuters-ի փոխանցմամբ Իրանում տեղի ունեցող անհնազանդությունների եւ ԱՄՆ-ի հնարավոր միջամտության ֆոնին Իսրայելը բարձր պատրաստակամության մեջ է։ Սրան զուգահեռ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը զգուշացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ ցանկացած հարձակում կհանգեցնի Իսրայելին եւ տարածաշրջանում ամերիկյան բազաներին Թեհրանի պատասխան հարվածին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Իրանի ազատությանն աջակցելու պատրաստակամության մասին հայտարարություններին զուգահեռ Wall Street Journal-ը հայտնում է Սպիտակ տանը քննարկվող իրանական ռազմական թիրախներին օդային հարվածներ հասցնելու հնարավոր սցենարի մասին։ Երևանում Իրանի դեսպանատան առջև հանրահավաք է կազմակերպվել Իրանի գործող իշխանությունների դեմ։ Ակցիայի մասնակիցները Իրանի դրոշներ են ծածանել, վանկարկել մի քանի կարգախոսներ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին արձագանքել է գահընկեց վերջին շահի որդի Ռեզա Փահլավիի կոչերին։ Նախարարը շեշտել է, որ յուրաքանչյուր երկրի ներքին գործերը միայն այդ երկրի գործերն են, ոչ ոք իրավունք չունի միջամտելու։ Ավելի վաղ Փահլավին կոչ էր արել իրանցիներին ուժով գրավել քաղաքները։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը բողոքի ակցիաների հրահրման համար մեղադրել է ԱՄՆ-ին եւ վստահեցրել, որ ժողովուրդը հավատարիմ կմնա գործող պետական կարգին։ Երկրի ներսում տիրող տեղեկատվական լիակատար մեկուսացման եւ ինտերնետ կապի սահմանափակման պայմաններում բողոքի ակցիաները Թեհրանում եւ խոշոր այլ քաղաքներում վերսկսվել են նոր թափով։ Խուզեստան նահանգում պղծել ու հրդեհել են 8-րդ դարի պատմական սրբավայր Իմամզադե Մուհամմադ իբն Մուսա ալ-Կազիմի դամբարանը։ Պաշտոնական Թեհրանը բնակչությանը կոչ է արել հունվարի 12-ին դուրս գալ համազգային հանրահավաքների ի պաշտպանություն իշխանությունների։ Ալեպում սիրիական բանակի եւ քրդական ուժերի միջև բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 23-ի, իսկ վիրավորներինը 104-ի։ Ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունից հետո անօթաչու սարքի թիրախում է հայտնվել նահանգապետարանի շենքը հենց պաշտոնական ասուլիսի պահին։ Բնակելի թաղամասերի իրետակոծության հետևանքով շուրջ 155,000 բնակիչ ստիպված է եղել լքել իր տունը Շեյխ Մաքսուդ եւ Աշրաֆիե շրջաններից։ Սիրիական կողմը հայտարարել է քուրդ զինյալների զինաթափման եւ նրանց քաղաքից դուրսբերման մասին։ Քրդական ուժերը հերքել են հանձնվելու լուրերը եւ կառավարությանը մեղադրել հանրությանը մոլորեցնելու մեջ։ Չնայած հարաբերական անդորին քաղաքում դեռևս շարունակվում են ոչ կանոնավոր մարտերը, ինչի հետևանքով իշխանությունները հորդորում են տեղահանվածներին դեռևս չվերադառնալ իրենց տներ։ Ուկրաինական անօթաչուները հարվածել են Վորոնեժի բնակելի շենքերից մեկին։ Վնասվել է ավելի քան 5 բնակարան։ Քաղաքում լսվել է մոտ 30 պայթյունի ձայն։ Թայլանդի Փուկետ քաղաքում զբոսաշրջիկներ տեղափոխող մոտարանավակը բախվել է ձկնորսական նավի եւ խորտակվել։ Մահացել է 18-ամյա զբոսաշրջիկ։ 22 մարդ վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին առաջարկել է առևանգել Պուտինին, օրինակ բերելով Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման դեպքը։ Հիլին նման հայտարարություն է արել Կիև կատարած այցի ընթացքում, երբ լրագրողը նրան հարցրել է, թե համաշխարհային որ առաջնորդին կցանկանար առևանգել։ Եթե հնարավորություն լիներ առևանգել համաշխարհային ցանկացած ղեկավարի, ես կընտրեի Պուտինին, պատասխանել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը։